Կալանի մասին խոսելով ԿՊԱ-ականները օրենքը այդ եւ սահմանադրությունը այդպիսի բան չի տալիս, որպեսզի տարանջատեն 3-րդ հանրապետություն, 4-րդ, 5-րդ, 6-րդ հանրապետություն, հետո իհարկե Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դուք հնարավորություն չունեցաք արձագանքելու, եթե չեմ սխալվում դուք եք, չէ՞, այդ հարցը բացրացրիք։ Ինքը ասաց, բա այդ ոնց է, որ 3-րդ հանրապետություն անվանումը տալիս ենք, բայց 4-րդ հանրապետություն չենք կարող տալ։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ ինքնիշխանությունը կորցնելուց հետո հանրապետությունը, հա, ինքնիշխանությունը վերականգնելու դեպքում արդեն 3-րդ հանրապետություն կոչվել, բայց Նիկոլ Փաշինյանը այդպիսի հարց հնչեցրեց եւ Լսեք, հիմա որպեսզի ձեզ պատասխանեմ, օրինակ բերեմ։ Կարող եք Հայաստանից բացի ասել ուրիշ մի պետության անվանում, ես նկատի ունեմ նախկին խորհրդային միության հանրապետություններից, որոնք իրենց հանրապետությունը համարակալած լինեն։ Ասենք օրինակ Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը, որ երրորդն է։ Ասենք հիմա Ադրբեջանը խնդիր դեր, այս ամեն ինչ էս խոսույթը ձևավորվել է հետ պատերազմյան շրջանում, չէ՞։ Մի քանի կապիտուլյացիաներից հետո եւ բացատրվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների հանգամանքով, ճիշտ է։ Հիմա Ադրբեջանում Իլհամ Ալիևը ստեղծում է Ադրբեջանի 4-րդ հանրապետությունը։ Ընդ ոնց որ համարներ չկա։ Այնտեղ ոքի պետությունը 3-րդ հանրապետություն։ Որտե՞ց է, ասենք որտեղ է գրել, պետք որ ասեք 3-րդը, որտեղ գրած։ Մեր պետությունը հիմա Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, ճիշտ է։ Այդ սուբյեկտը երբ է ձևավորվել այդ անվանումով 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Այնտեղ ասում է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհուրդը, չէ, որում այդ ընդունողը ՀԽՍՀ 12-րդ գումարման գերագույն խորհուրդն էր, որ այդ հռչակագրի ուժով դարձավ առաջին գումարման գերագույն խորհուրդ։ Ասում է, որ գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության մեկնարկը, սկիզբը եւ ստեղծում է պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Կրճատ անվանումը Հայաստան, չի ասում առաջի հանրապետություն, երրորդ հանրապետություն, երկրորդ հանրապետություն։ Պետությունը ունի անվանում եւ այդ նույն հռչակագրում ասում է այս հռչակագիրը 12-րդ կետն է, հիմք է հանդիսանում նոր սահմանադրության մշակման, սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև պետական իշխանության մարմինների գործունեության համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ նորը կշտացավ դուրս եկավ ստից, հաստատ միշտ կուշտ բայ։ Հիմա ինքը այս պետության ծառայող է։ Եթե ինքը չի ուզում ծառայի այդ պետությանը, որը ստեղծվել է այդ հարցը, կարա տենց էլ ամեն մարդ չի, որ ուզում է ծառայի մեր պետությանը, ճիշտ է։ Կարա լինի մարդ, որը չի ուզում։ Եթե ինքը չի ուզում, պետք է հրաժարական տա իր զբաղեցրած պաշտոնից եւ գնա այլ երկիր, ասենք որտեղ կարող է, չգիտեմ, ասենք Իլհամ Ալիևը, չնայած չեմ կարծում, որ ինքնատես սխալ կադրային որոշումներ կայացնի, բայց ասենք կարա նշանակի իրան մի հատ գյուղի գյուղապետ Ադրբեջանում, չնայած նորից եմ ասում, չի անի, նա չի անի։ Հա, եթե նա չի ուզում այս երկրին ծառայել, ուրիշ երկրին, այս երկրում ով ծառայեց այս երկրին, նա պարտավոր է դրժան, այդ պետությունը դրա համար է ստեղծվել։ Չես ուզում մի ծառայ մեր երկրին, թող մենք մեր երկրին կծառայենք։ Ու մինչև հիմա բոլորը ծառայել են, մեկը լավ, մեկը վատ, մեկը թերություններով, մեկը ձեռքբերումներով։ Ինքը կործանում է մեր երկիրը, հասկանում եք, մենք վստահ երեկվա այդ քննարկումներից կառավարության ծրագրի ես եկել եմ մի եզրակացության։ Հայաստանում հաստատվել է ադրբեջանական իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը փաստացի գերության մեջ է։ Հայաստանի, ասենք, մյուս ղեկավարները Արցախի ոնց են հիմա Բաքվի բանտում, չէ, Իրան էլ ասել է, Դուբայում հանդիպեցին, չէ, 5 ժամ առանձնազրույց ունեցել։ Ոչ մի մարդ ներկա չի եղել, նույնիսկ հայաստանյան այլ պաշտոնյա ներկա չի եղել Վաշինգտոն գնալուց առաջ, գնաց սկզբից ուր Ստամբուլում հանդիպեց Էրդողանին, մի օր առաջ Ալիևն էր գնաց, եկավ գնաց Ալիևի հետ Աբու Դաբիում հանդիպեցին, 5 ժամ առանձնազրույց ունեցել, գնացել են Վաշինգտոն թղթերը ստորագրել, այսինքն փաստացի ասում է ես քեզ հիմա չեմ ձերբակալում, որովհետև այն մեղադրանքով որ ձերբակալել է Արցախի ղեկավարությունը, այդ բոլոր մեղադրանքները իրան վերաբերելի է։ Մենք ասում ենք Արցախին $1 միլիարդ փող եմ տվել, այսինքն ինչ, ապօրինի ռազմական կառույց ֆինանսավորել։ Ինքը գնացել է, չէ՞ դեր։ Պատերազմական գործողության ժամանակ 44-օրյա պատերազմի հոկտեմբերի 6-ին եղել է, չէ՞ Արցախում։ Բայց գնացել են դե ինչ էր անում։ Այդ մեղադրանքը իրան վերաբերել է։ Չէ՞ իմ Ալիևն ասում է ես քեզ չեմ բռնում մի բանի նպատակով, որ դու քո ֆունկցիաները կատարես։
Նա էլ կատարում է։ Շնորհակալություն։ Ես եմ։